Մենք մեր վրա ստանձնեցինք այդ պարտավորությունը նաև ցավալել փողոցային պայքար։ Կոպիտ ասած մեր ընդդիմադիր կարգավիճակին մի մեծ բոնուս մենք ինքներս շալակել ենք, որ այս հարցը մենք պետք է լուծենք միջև հաջորդ ընտրությունները։ Մենք փողոցային պայքարներով եւ նախաձեռնելով եւ այլ, այսպես ասենք, փողոցային պայքարների մեջ ակտիվ մասնակցելով մենք մաշեցրել ենք այս իշխանությանը։ Եվ եթե նայում ենք նաև ուսումնասիրում ենք սոցհարցումները, մոտ 1.5-2 տարի առաջ մոտ 60%-ը չկողմնորոշված էին, նույնիսկ 1 տարի առաջ։ Դրանց մի զգալի մասը նրանք են, ովքեր հիասթափվել են ԿՊ-ից, բայց դեռ չեն կողմնորոշվել, թե ում համար գնան քվեարկել։ Հիմա այդ տոկոսը բավական փոքր է, մոտ 25-30%։ Այսինքն մենք դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար։ Միգուցե նաև որոշ չափով մաշեցնելով ինքներս մեզ, բայց մենք դաշտ ենք բացել ուրիշների համար։ Բոլորը գալիս են տարբեր ծրագրերով։ Ես ծանոթանում եմ այդ ծրագրերին, ծրագրերը լավն են, լավ խոստումներ կան, ասենց սիրուն ձևակերպված, նաև ներկայացված են բավական սիրուն։ Եվ հիմնական հարցը, իսկ ով կարող է դա անել։ Մարդ, որը արդեն ապացուցել է, որ կարող է դա անել, ընդունակ է, քաղաքական թիմ, որը ապացուցել է, որ պայքարող է, թե լրիվ նոր մարդիկ, որոնք այդ ցանկությունը ունեն, բայց դեռ չունեն փորձ եւ դեռ որևէ պրակտիկ տեսանկյունից քաղաքական պայքարի մեջ չեն դրսևորվել։ Հիմա մենք պետք է դիրքավորենք մեզ որպես մի քաղաքական ուժի եւ ես ինքս որպես մի առաջնորդ, որը ընդունակ է, արել է մի երկու անգամ, ճգնաժամային իրավիճակում բավական լուրջ հաջողությունների հասել է եւ կարող է դա անել երրորդ անգամ։ Սա մեր մեսեջը պետք է լինի մեր ընտրողներին։